Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Քարոզարշավի ավարտին հաշված ժամեր են մնացել, իսկ քաղաքական պայքարը հասել է իր ամենաթեժ փուլին։ Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանն ընտրում է հեռուստաբանավեճի երրորդ և վերջին հանդիպումը, որը տևել է ավելի քան 4 ժամ։ Բանավեճին մասնակցել են ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները, բացառությամբ Հայաստան դաշինքի և Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Բանավեճի ամենաքննարկվող թեմաներից մեկը ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ հնչած հայտարարություններն էր։ Փաշինյանը կրկին անդրադարձել է նրա գործունեությանը, հայտարարելով, որ Սամվել Կարապետյանը չի կարողանա լքել Հայաստանը, ակնարկելով հնարավոր իրավական գործընթացների մասին։ Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով, դուք կարող եք դիմել ԿՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն, դուք ինչի չեք դիմում ԿՀ, պարոն Սիմոնյան, դուք ինչի չեք, որովհետև դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է, դուք, պարոն Սարգսյան, ինչի չեք դիմում դուք, եւ դուք որ ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ Պարոն Սիմոնյան, դա ԿՀ-ն ա լուծում, ընտրությունների մասնակիցը կարող է դիմել, ես ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին, մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք այսօր արածը լինենք, դուք բոլորդ ասելու եք, վախեցաք ընտրությունները պարտվել, ձեր մրցակիցներ, ոչ նրանք լինելու են դաշտում։ Սպառնալիքին արձագանքել է ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, քննադատելով գործող իշխանության գործելավոճը և դատաիրավական համակարգում տիրող վիճակը։ Լևոն Զուրաբյանի կարծիքով գործող քաղաքական թիմը արդարադատությունը սեփական քաղաքական նպատակներին է ծառայեցնում։ Հարցնում եմ Նիկոլ Փաշինյանից, ինքը ինչ գիտի, որ Իջացնեմ ձայն կտակ։ Սամվել Կարապետ, լսում եք։ Ինքը ինչ գիտի, որ Սամվել Կարապետյանը չի հեռանալու երկրից։ Այսինքն ինքը արդեն այդ որոշումը կայացրել է, արդեն այդ քննիչը այդ որոշումը ընդունել է։ Այս հարցը ինձ ինչ է հուզում, որովհետև դուք եկել եք իշխանության որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք մացոների իշխանություն։ Այսօր մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է։ Դուք պիտի անցումային արդարադատություն կայացնեք, բայց դուք ամենավատ հատկանիշները հին ռեժիմների վերականգնեցիք եւ հիմա իրականացնում եք կամայական դատավարություններ։ Բանավեճի ընթացքում ներքաղաքական թեմաներից զատ քննարկվեցին նաև անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը քննադատել է իշխանության դիրքորոշումը ՀԱՊԿ-ի և տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին մասնավորապես հարցրել է. Ինչ է նշանակում ՀԱՊԿ-ի սառեցում։ Սառնարան ենք դրե սառել է, ինչ ա եղել, դուրս եկեք ՀԱՊԿ-ից, չի աշխատում, դուրս եկեք։ Կա երաշխավոր, կա երաշխավոր։ Եկեք երաշխավոր ունենանք, դուրս եկեք։ Գրել ենք սառնարը սառել է արդեն։ Ոչ դու, ոչ ձեր հորիակները չեն որոշում։ Ինչպիսի կորոշենք ու դուրս կգա։ Ինչպիսի երաշխավորություն եք բերում մեր երկրին։ Ով է մեր ու Թուրքի մեջ երաշխավորը։ Ով է մեր ու Ալիևի մեջ երաշխավորը։ Պետությունն է երաշխավորը, ժողովուրդը Պարոն Կարապետյան, հիմա լսեք, պարոն Կարապետյան։ Երաշխավոր չեղավ Լեռնային պարոն Կարապետյան, հարցը տվել եք, հիմա լսեք։ Ուրեմն պետք է լինի դուրս կգանք։ Ես ասել եմ մենք հետ չենք գնալու, մենք կորոշենք։ Բանի օտարերկա գործակալները չեն որոշելու, մենք երբ դուրս գանք ու ինչ անենք։ Իսկ նոր ուժ կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը որոշել է չսպասել բանավեճի ավարտին։ Երևանի նախկին քաղաքապետը լքել է հեռուստաեթերը, հայտարարելով, որ նման ձևաչափը չի նպաստում բովանդակային քննարկմանը։ Նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է առանձին դեմ առ դեմ բանավեճի։ Անցած երկու դեպատները ցույց տվեցին, որ այս ֆորմատը էֆեկտիվ չէ եւ այն ի վերջո վերածվում է բենեֆիսի բալագանի էլեմենտներով։ Այնինչ ես համոզված եմ, որ այստեղ յուրաքանչյուր իրական ընդդիմադիր
ուժի ներկայացուցիչ տետատետ բանավեճի ժամանակ վստահաբար կարող է, ինչպես ասեց Արթուր Օսիպյանը իր խոսքով, հա, բմբլան անել իշխանության ներկայացուցիչներին։ Այնպես որ պարոն Փաշինյան, բարերեկո, հրավիրում ձեզ տետատետ բանավեճի, կարող է լինել վաղը, ձեր ուզած ժամին, ձեր ուզած վայրում, օրինակ Պետրոսի հետ բան եք հացազրույց ունեք, դրա տեղը կարող ենք բանավիճել, այնպես որ կսպասեմ ձեր պատասխանին։ Իսկ մինչ քաղաքական ուժերի մեծ մասը բանավիճում էին հեռուստաեթերում, Հայաստան դաշինքն ու Բարգավաճ Հայաստանը նախընտրել էին անմիջական շփում քաղաքացիների հետ։ Բարգավաճ Հայաստանը հանրապետության հրապարակում էր, իսկ Հայաստան դաշինքը Գեղարքունիքի մարզում։ Մինչ հանրահավաքը քայլերթի ժամանակ Ծառուկյանը նշել է, թե ինչու չի մասնակցում հեռուստաբանավեճին։ Հիմա իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նա ես կարայից չգայի։ Այս ժողովրդին չէր անելու առանց իրանց ղեկավարի, հա՞։ Միլիոնավոր մարդիկ հիմա հեռուստացույցի դեմը նստած սպասում են Ծառուկյանի խոսքին, ամբողջ հեսա մաս միանալով գնալու են, որ ներկանանք, եթե ես չգայի, դա այդ չէր լինի։ Իսկ հանրապետության հրապարակում անցկացված ամփոփիչ հանրահավաքի իր ելույթում Գագիկ Ծառուկյանը հիմնականում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ծառուկյանի խոսքով խաղաղության մասին հայտարարությունները հիմնավորված չեն, քանի որ որևէ ստորագրված համաձայնագիր դեռ գոյություն չունի։ Խաղաղությունը խոսքով չի, դա պայմանավորվածություն է, խաղաղության թուղթ չկա, թող բոլորի ներկայության ցույց տա, Ալիևը պահանջներ է դրել, որ հերթականությամբ այդ պահանջները պետք է կատարվեն, չպատարվելու դեպքում պատերազմա լինելու, պետք է հանձնեն, պետք է տան, Արևմտյան Ադրբեջան պետք է հիմնեն, սա որ ասում են այսպիսի բաներ չկան, առաջին օրվանից հավատացել ենք, բայց սուտ են ասել, ցանկացած բան 8 տարում, ինչ որ ասել է, Ադրբեջանը Հայաստանա եւ վերջ, բայց այդպիսի բան չկա, ես նոր եմ բանակցելու սկզբից չկա այդպիսի բան, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, չկա այդպիսի բան, մենք դղյակներ են կառուցել դպրոցներ, 8 տարում 59 դպրոց են կառուցել, որից 26-ը կառուցած է եղել, իսկ այս տարի 230 դպրոց փակում են ժողովուրդ, այսօր հիմնական խնդիրները նորից եմ ասում, պետք է մարդին խոսքի տերն լինի, 8 տարի ժողովուրդը սպասելուց հետո հիասթափվել է, այսօր 36 թվի օրենքներ են գործում, բան չխոսես չարտահայտվես, ժողովուրդը խեղճացած, պատերի տակ կանգնած, պարտքի, վարկի տակ, ռիսկ չեն անում խոսան։ Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքում հնչել է նաև Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը, որը ներկայացրել է նրա կինը, քանի որ Թևանյանը կալանավորված է։ Ես, ինչպես որ մյուս քաղբանկարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել եմ։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ 1 կալանավորի Հայաստանի ճակատագրով։ Մեր երկիրը զնդանն է նետված և բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել։ Բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել, ձևավորելով հայկական իշխանություն։ Հարգելի քաղաքացիներ, սա սովորական ընտրություն չէ, սա հանրաքվե է։ Անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե։ Ձեզ խաբել են, խաբում են և խաբելու են, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը և դավաճանությունը։ Իսկ Հայաստան դաշինքն ինչպես նշել է ընտրաշավի նախավերջին օրը Գեղարքունիքի մարզում էր։ Սևանում կայացած հանդիպման ընթացքում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատել է իշխանությանը, անդրադառնալով նաև նախկինում արած քաղաքական հայտարարություններին։ ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը տարիներ առաջ Աղդամում ասել է, որ Աղդամը իր հայրենիքն է։ Հետո ասես, որ սխալվել է։ Ժորժ ջան, չի սխալվել։ Ինքը ճիշտ է ասել։ Աղդամը այդ մարդու հայրենիքն է և պետք է համախմբած ուղարկենք իրեն հայրենիքը։
մեկ մտածում եմ, որ այս վերջի օրն է, Քարոզարշավի նախավերջի օրն է, բայց վերջի հանրահավաքն է։ Մեկ մտածում եմ, այս առանց հանրահավաքներս ոնց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու, ինչ որ մի քիչ ժամանակ է պետք լինելու հետ վարժվելու համար, կոնկրետ գործով զբաղվելու համար։ Հայրենիք կառուցելով, հայրենիք պաշտպանելով։ Նույն հանդիպման ընթացքում գործող իշխանությանը քննադատել է նաև դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին, արտաքին քաղաքականությանը և ժողովրդավարական գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին ասում է. եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Ժողովուրդ ջան, սուտ ասում, եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է երաշխավորված պարտություն։ Այս ամբողջ ընթացքում ասում են, որ ընտրեք մեզ, որ Հայաստանում ժողովրդավարությունը անկում չունենա։ Սուտ ասում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է։ Եվ ամեն ինչ անում է նաև հենց այս օրերին, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն։ Այս ընթացքում մեր ժողովրդին ասում է, որ ընտրեք ինձ, որպեսզի ձեզ տանի Եվրոպա։ Սուտ է ասում, ինքը ոչ միայն չի կարող Եվրոպա տանել, այլ Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է Հայաստան։ Այս օրերին ասում է, որ ընտրեք ինձ, կգնամ ԵԱՏՄ-ի հարցերը կլուծեմ։ Եվ այն գյուղամպրանքները, որ սահմանափակված են այդ հարցերը կլուծեմ։ Սուտ է ասում, եթե ինքը մնաց իշխանության, այդ սանկցիաները ավելանալու են և երկիրը կանգնացնելու է նոր սոցիալ-տնտեսական աղետի առջև։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այն, որ անընդհատ ձեզ ասում է, ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ է ասում, ինքը այս երկրի քանդողն է, այս երկրի թշնամին ու այդ սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդենք։ Քաղաքական իրադարձություններով հագեցած օրը նշանավորվել է նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ։ Մեկ տարվա կալանքից հետո ազատ է արձակվել Սրբազան պայքարշարժման առաջնորդ Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանի Շենգավիթի առաջին ատյանի քրեական դատարանի բակում դիմավորել են համակիրները վանկարկումներով ու գրկախառնություններով։ Լույսը հաղթելու է խավարի։ Միանշանակ։ Սյուզի, եկի չէ, տելես։ Բարի։ Ժողովուրդ ջան, լավ եք։ Բարի, ապրես։ Ապրեմ պարտաբանալ, որ ձեզ համոզեց։ Էլ ֆանագրամայով չենք շփվում, չէ՞, ինչպես կասել Դավիթ Ամալյանը, ֆանագրամայով էլ չենք շփվում։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ոչ կալանքը, ոչ դրա փոփոխությունը չեն ազդել իր համոզմունքների վրա։ Նրա խոսքով այս ընթացքում ավելի է համոզվել, որ երկրում անհրաժեշտ է արդարություն և ճշմարտություն։ Ես ուզում եմ ճշգրտում անել, չէ հիմա երևի դեռ չգիտեմ անկեղծորեն, հավանաբար ինչ-որ հասցե դրել են, կտեսնենք ինչ հասցե, կգնանք երևի, չգիտեմ, այս պայն կորոշի, դա շատ մանր խնդիր է, ուրեմն ինչ է ուզում ասել։ Մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպիսի։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, ոչ տնային կալանք, ոչ վարչական վերահսկողություն եւ ոչ էլ այլ բան։ Մեր
միջնորդության ներկայացումը դարձյալ ասում եմ եղել է եւ դա էլ անընդունել ինձ համար եղել, անընդունել, որովհետեւ դա վիրավորական է, բոլոր առումներով։ Միշտ ասել եք արդարացում։ Այո։ Թեպետ եղել է երկրից չբացակայելու արգելքով միջնորդություն։ Հիմա այսպիսի որոշում են կայացել, որի հնարավորությունը ունեին դեկտեմբեր 30-ին կայացնելու։ Չեն արել։ Հիմա են արել, ուրեմն իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Դատարանի որոշման Բագրատ Սրբազանը առաջիկա 2 ամիսները կանցկացնի տանը։ Որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունին։ Բագրատ Սրբազանին այդ ընթացքում արգելվում է շփվել Սրբազան պայքարի գործով անցնող մյուս մեղադրյալների հետ։ Որոշման համաձայն Սրբազանը խափանումամիջոցը պետք է կրի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ հեկի 8-րդ շենքի 20-րդ բնակարանում։ Վերաքննիչ դատարանի որոշմանը զուգահեռ Առաջին Ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ է տվել, որ Սրբազանը հունիսի 7-ին մասնակցի քվեարկությանը։ Բագրատ Սրբազան, առավոտյան ժամը 9-ին, հա, այսպես ասենք, որ ժամ։ 9-ից մինչև 3-ը նորմալ է, հարմար է, այսինքն 6 ժամ անում։ Եթե այսպես Չեմ ասում։ Եթե այստեղից չգիտեմ ով է ինչ որ ուղեկցելու են, ոնց է լինում։ Գործընթացը ոնց է լինում, ուղեկցում են, թե դուք կգնաք։ ես պիտի գնամ։ Վստահում ենք ձեզ կգնաք կվերադառնաք։ Շատ լավ, 2 ժամ ու կես մինչև Իջևան, 2 ժամ ու կես էլ հետ գալն է։ Ժամ էլ ընդեղ, հա, 6 ժամ։ Ընտրությունն էլ Եթե այդ օրը կոմենտ կպահեմ, Կիրակի օրը հաց չեմ։ Լավ, ձեզ թույլատրվի կգնաք կմասնակցեք ընտրություններին կգաք, մինչև ժամը 16:00 ինձ թվում է բավարար ժամանակ է 6-7 ժամ անում, 9-ից սկսած մինչև 16:00 7 ժամ անում։ 7 ժամը ողջամիտ ժամկետ է մարզ գնալու վերադառնալու հետ։ Կարող եմ մի առաջարկ անել, ես կփորձեմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ, բայց իմ խնդրանքն է, որ այսպես մոտենանք հարցին։ Մինչև երեկոյացող երբ վերադարձա, արձանագրեմ, որ վերադարձա։ Բնականաբար պրոբացիան բանա։ Ուղղակի արձանագրում եմ, ոչ թե ասենք Սպարտադի ժամը 4։ Ամենայն դեպս ձեզ թույլատրվում է դատանի կողմից գնալ։ Լավ, շնորհակալություն։ Իր հերթին Բագրատ Սրբազանը դատարանում ներկաներին կոչ է արել մասնակցել ընտրությանը եւ քվեարկել հայրենատեր ուժերի օգտին։ Հունիս 7-ին Սուրբ Էջմիածնի տոնն է, մեր հոգևոր ազատագրության տոնն է, ճշմարտության եւ արդարության տոնն է։ Հունիս 7-ին գնացեք Սուրբ Էջմիածնին, աղոթ տարեք, շնորհավորեք իրար, գնացեք ընտրության եւ ընտրեք հայրենատեր բոլոր ուժերին, ասելով, որ միասին մենք կարող ենք հաղթել ու ազատագրել ու բերել ճշմարտություն ու արդարություն։ Իսկ դատական նիստն ավարտվել էր անսովոր ձևով։ Մեղադրյալներից Իգոր Սարգսյանը դատարանի դահլիճում սկսել էր երգել։ Մենք բռնի ուժով իշխանազավթումներ անողներ չենք, այլ խաղաղ իշխանափոխողներ։ Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայի թշնամուն պատժողներ։ Մենք խուլիգաններ չենք, այլ կարգ ու կանոն հաստատողներ։ Մենք օտարների, թշնամիների շահերը սպասարկողներ չենք, այլ հայության իրավունքները պաշտպանողներ։ Մենք աշտոմի զավակներ ենք
դեպ քաղաքական լարվածության ֆոնին վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում հանրապետության տարբեր հասցեներում։ Քննչական կոմիտեն գործողությունները կապում է Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական գործի հետ։ Խուզարկություններից մեկը կատարվել է նաև Գյումրիում գտնվող Հայաստան դաշինքի գրասենյակում։ Դուրս եկան Գյումրու գրասենյակից քննիչները, ինչպես տեսնում եք, արգարավվել են հավանական տեխնիկա, ույք։ Ինչպես հասկացաք, ընտրությունից ընդամենը օրեր առաջ քաղաքական դաշտում լարվածությունը զգալիորեն աճել է։ Օրակարգի կենտրոնում արդեն ոչ թե կուսակցությունների ծրագրերն ու խոստումներն են, այլ իրավապահների գործողություններն ու քրեական գործերը։ Ինչ է իրականում կատարվում ընտրությունից առաջ, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Խուզարկություններ, ձերբակալություններ, հրապարակված ձայնագրություններ, իրավապահները կրկին այցելել են քաղաքական ուժերի գրասենյակներ։ Ընտրությունից ընդամենը օրեր առաջ Հայաստանի քաղաքական օրակարգը կրկին լցվել է ոչ թե ծրագրերի, տնտեսական առաջարկների կամ արտաքին քաղաքական բանավեճերի, այլ քրեական գործերի ու իրավապահ գործողությունների մասին լուրերով։ Ինչպես է նույն օրը հրապարակված քարոզչական նյութը հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, հաջորդ օրը կամ նույն օրը տեղափոխվում քաղաքական քարոզչության տիրույթ։ Ինչպես են նույն արտահայտություններով իշխանության հիմնական բարձրախոսները այդ խոսույթը օգտագործելով վարկաբեկելու քաղաքական ուժերին կամ որոշակի սեպ խրելու առանձին ուժերի միջև։ Այսօր իրավապահները գործողություններ են իրականացրել Հոյդա Գյումրու գրասենյակում։ Մինչ այդ հրապարակվել էին ձայնագրություններ, որոնցում հիշատակվում էին ԲՀԿ-ն ու Ուժեղ Հայաստանը։ Ընդդիմադիր ուժերը տեղի ունեցողը որակում են որպես քաղաքական ճնշում, իշխանությունը իրավական գործընթաց։ Այս մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ոչ իրավական նպատակներով, ոչ հանցագործությունների բացահայտման եւ կանխման նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունը ուղղակիորեն թողել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե թեկուզ մեկ անձ հայտարարում է, որ ինքը համակրել է այս ուժին, բայց այս հաղորդագրությունները լսելով իր կարծիքը փոխել է, սա արդեն ընտրական գործընթացի միջամտություն է։ Սակայն քաղաքական պայքարում երբեմն ոչ պակաս կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է կատարվում, այլև երբ է կատարվում։ Երբ իրավապահ գործողությունները համընկնում են ընտրական ամենաթեժ շրջանի հետ, անխուսափելիորեն առաջանում են հարցեր. ինչու հենց հիմա, ինչու հենց այս փուլում եւ ինչպես է դա ազդում ընտրական գործընթացի վրա։ Ընդդիմությունը համոզված է նպատակը քաղաքական մրցակիցներին թուլացնելն է։ Նրանց կարծիքով ընտրությունից առաջ ուժերին ստիպում են զբաղվել ոչ թե քարոզչությամբ, այլ պաշտպանությամբ, հայտարարություններով ու արդարացումներով։ Տեսնում է պարտությունը եւ պարտությունը դեմքով, ցենց առարկայական տեսնում է այս ուժերի մեջ։ Դրա համար փորձում է ամենայլանդակ մեթոդներով հարվածել, հարձակվել, վիրավորական արտահայտություններ անել, իրավապահ մարմիններին ուղարկել, քսի տալ այս ուժերի վրա եւ այսպես շարունակ։ Ժողովրդավարության մեջ ընտրությունները պետք է լինեն ոչ միայն ազատ, այլև ազատ ընկալվեն հասարակության կողմից։ Իսկ երբ նախընտրական շրջանը սկսում է հիշեցնել քրեական լրահոս, ընտրողների մի մասի մոտ անխուսափելիորեն հարց է առաջանում։ Սա բացառապես իրավական գործընթաց է, թե քաղաքական պայքարի նոր մեթոդ։ Իշխանությունների, նրան սպասարկող ուժայինների ու քարոզչամեքենայի հիստերիան տիեզերական խելագարության է հասել։ Սարսափի մթնոլորտով, ստալինյան ռեպրեսիաներով, խուժանին ժողովրդի դեմ հանելով, փողոցային ծեծուջարդ կազմակերպելով։ 3 անգամ նույն փաստաթուղթը ստորագրելով, օդակայանից մարդ գողանալով, բանտերում ընդդիմադիրներ լցնելով, ընդդիմադիրներին կյանքի ձրկելով, լափելը կուլ դարձնելով, քաղաքացիական խռովություն հրահրելով, վարչական ռեսուրսը ճորտացնելով։ Թուրքիայից ու Ադրբեջանից աջակցություն մուրալով չես պահի իշխանություն։ Ոտքի տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել, ժողովուրդն ունի պատվախտրություն, ժողովուրդն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել եւ ոչ արևմտյան Ադրբեջանում։ Գնա, որ երկիրը մնա։
Ընդդիմադիրները հիշեցնում են միջազգային կազմակերպությունները տարիներ շարունակ ընդգծել են, որ ընտրական գործընթացի ընթացքում կարևոր է ոչ միայն ընտրության օրը, այլ նաև ամբողջ նախընտրական միջավայրը։ Մրցակցային դաշտը, քաղաքական ազատությունները, ճնշումների բացակայությունը եւ հավասար հնարավորությունները։ Հենց այդ պատճառով նախընտրական շրջանում ցանկացած իրավապահ գործողություն սովորաբար ստանում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական գնահատական։ Դա ոհմակային մոտեցում է, նորմալ է։ Պետք է ընդամենը արձանագրել, որ իշխանությունը սա անում է, որպեսզի փորձի մարդկանց մոտ առաջացնի զգացողություն, թե մենք անպարտելի ենք, այսինքն իշխանությունը անպարտելի է, բայց դա այդպես չէ, եւ իշխանությունը քանի այդպիսի վարկագիծ է դրսևորում, այնքան զզվանք ու նողկանք է առաջացնում հենց իր հանդեպ։ Հիմա որ հասարակության հարցում կատարեք, դուք տեսնեք, որ ոնց են արդեն զզվում ողջամիտ մարդկանցից շատ-շատերը, ոնց են զզվում իրենց այդ պահվածքից։ Միաժամանակ իշխանությունը զբաղվում է ընդդիմադիր գլխավոր ուժերի առաջնորդների ունեցվածքի այսպես կոչված պետականացմամբ։ Քարոզարշավի ընթացքում բացի ձերբակալություններից ու քրեական հետապնդումներից իշխող ուժը սպառնում է մի շարք քաղաքական գործիչներից վերցնել իրենց սեփականությունը։ Ամենաթարմ օրինակը Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն ու առանձնատունն են։ Փաշինյանը հայտարարել է վերցնելու է Ծառուկյանի սեփականությունները, ինչպես վերցրել է Սամվել Կարապետյանին պատկանող հեծը։ Այս գործընթացներն ըստ ընդդիմադիրների ճնշման փորձեր են, որոնք չեն հաջողելու։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, որ գործում է բացառապես օրենքի շրջանակում, ընդդիմությունը խոսում է քաղաքական ճնշումների մասին, իսկ վերջնական պատասխանը, թե այս օրերի իրադարձություններն ինչպես կգնահատվեն, ամենայն հավանականությամբ կտա ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ ընտրողը Քվյատուփի մոտ։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Անդրադառնանք միջազգային զարգացումներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, առաջարկելով ուղիղ բանակցություններ եւ անձնական հանդիպում պատերազմը դադարեցնելու նպատակով։ Նամակում Զելենսկին առաջարկել է հանդիպման համար կոնկրետ ամսաթիվ նշանակել եւ նշել, որ այն կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը դեռ պատրաստ չէ կարգավորման ներքաղաքական վիճակի պատճառով։ Կիևի իշխող շրջանակները հետաքրքրված չեն ռազմական գործողությունների իրական դադարեցմամբ, քանի որ նրանք լավ հեռանկարներ չեն ունենա իշխանությունը պահպանելու համար։ Ռուսաստանի Դաշնությունը կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրել միայն Ուկրաինայի լեգիտիմ իշխանության հետ։ Մոսկվան կգտնի նրանց, ովքեր խաղաղություն կստորագրեն։ Ռուսաստանը դեմ է ԵՄ-ին Կիևի անդամակցությանը։ Եվրամիությունը կարող է նպաստել կարգավորմանը, համոզելով Կիևին փոխզիջման գնալ, այլ ոչ թե զենք մատակարարելով։ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵՄ-ն վերածվում է ռազմական դաշինքի։ Իլհամ Ալիևը զգալի ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի մշակման ուղղությամբ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 28-ից 30, իսկ երեկոյան 13-ից 15 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։